Ըստ էության այդ ասվածի հիմքում երևի ավելի ճիշտ ձևակերպումը կլինի կոմպակտ բնակչությունն է։ Ձևակերպենք այդ։ Դա նշանակում է, որ հնարավորություն ստեղծվի արցախցիների համար պահպանել իրենց սոցիալական կապերը, պահպանել այն առնչությունները, որ ունեցել են։ Մարզ, Արցախի մարզ անունը տնենք, որտեղ ապրում են մեն Արցախից։ Մի պատկերացրեք դա այդպես, պատկերացրեք օրինակ մի տարբերակներից մեկն եմ ասում, Սյունիքի մարզում ունենալ 4 կոմպակտ արցախցիներով բնակեցված բնակավայր, Լորվա մարզում ունենալ եւս 4, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում կան չէ այդպիսի բնակավայրեր, որոնք որ ցեղասպանությունից վերապրածները միասին բնակվել են։ Հիմա ինչն է խանգարում, որ այդ նույն մոդելով նաև արցախցիներ, հենց խոսքը դրա մասին է։ Իսկ դուք ինչ արգելքի եք հանդիպել այդ։ Հիմա գործարկված բնակարանային ծրագիրը նախ դա չի խթանում, այսինքն մեծ հաշվով ինչ է ասում կառավարությունը, ասում է ազատություն ենք տվել, գնացեք դուք որոշեք, թե ով որտեղ է ուզում ապրել եւ այլ։ Նախ իմ համոզմունքն այնպեսին է, որ սա այնպիսի կարևոր հարց է, որ պետությունը միգուցե նաև այդ ազատությունը սահմանափակելով պետք է որոշել։ Օրինակ Արցախում մենք ինչ արեցինք 2020 թվականից հետո, ցավոք սրտի դա վերջապես իր արդյունքին չհասավ, բայց Հադրութից տեղահանված մեր հայրենակիցների համար Ստեփանակերտի Արվարձանում կառուցվում էր Հադրութ թաղամաս, որտեղ 4000 մարդ պարունակող բնակավայր պետք է լինի հադրութեցիների միասին ապրելու համար։ Ասկերանի օկուպացված տարածքների ժողովրդին պետք է տեղակայեին Ասկերանի մեկ այլ հատվածում կառուցվող համահավաք մի հատ բնակավայրում։